քվեարկության արդյունքների ամփոփումից հետո։ Քանի ընտրական տեղամասերի մասով քվեարկության արդյունքների հետ կապված Հայաստան Դաշինքի կողմից ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ։ Բարձր դատարան ներկայացվել են շուրջ 10 դիմումներ, բայց նկատի առնելով, որ որոշակի ընթացակարգային խնդիրներ կա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նաև համաձայնեցված հարցադրումները փոխանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ներկայացված դիմումները ընթացկավորվեն եւ իրականացվի վերահաշվարկ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, այսինքն կարող ենք փաստել, սա որևէ հետևության տեղիք թող չտա, որ 2005 ընտրական տեղամասերից, որոնք կազմավորվել են Հայաստանի տարածքում, շուրջ 10 տեղամասի մասով է ներկայացվել վերահաշվարկի պահանջ։ Ճիշտ եմ ընկալում ձեր պատասխանը։ Ճիշտ եք ընկալում, բարձր դատարան, պարոն Շատիրյան, ավելին հաշվի առնելով, որ այնպիսի տեխնիկական սխալներ էին եղել պարզ մուտքագրման շրջանում արձանագրությունից դեպի համակարգիչ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջում կար, առավելապես մենք կենտրոնացել ենք այս տվյալների վրա եւ շուրջ 30 ընտրատեղամասի մասով զուգահեռաբար նաեւ ու 3, եթե չեմ սխալվում, 3 ընտրատարածքների մասով ներկայացրել ենք մեր առաջարկները եւ ճշգրտման պահանջները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքը եղել է այն, որ շնորհակալություն, որ ներկայացրել եք, մենք ինքներս ենք հաշվարկելու, բայց ինչպես ցույց տվեց ժամանակի ընթացքը, թերությունը այնքան շատ էր եւ նույնիսկ հիմա էլ առկա են բազմաթիվ տվաբանական անհամապատասխանություններ։ Շնորհակալ եմ, հաջորդ հարցս վերաբերում է հետևյալին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն դատավարության շրջանակում բազմիցս հիշատակված 258A որոշման մեջ արձանագրված է կամ փաստված է, ամենայն դեպս ԿՀՆ փաստել, որ Հայաստանի տարածքում կազմավորված թվով 38 ընտրատարածքային հանձնաժողովներից եւ ոչ մեկում չի ստացվել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներին անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում։ Հիմա մի էպիզոդով օրինակ բերեմ, որովհետև բավական լայն քննարկման առարկա դարձավ թիվ 10 կոտորակ 51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների հետ կապված գործընթացը անվավերության հարցի կոնտեքստում։ Այստեղ, քանի որ հարցած ձեզ եմ ուղղում, դուք եք Դաշինքի ներկայացուցիչը, համապատասխան ընտրական տեղամասի գրանցամատյանում Հայաստան Դաշինքի վստահված անձը, կարևոր չի անուն ազգանունը, գրառում է կատարել առ այն, որ ժամը 20:50-ի դրությամբ տեղամասում են գտնվում դեռ 52 զինվորներ եւ ըստ էության քվեարկության գործընթացը շարունակվում է։ Խնդրում եմ ներկայացնել ձեր դիրքորոշումը այս առնչությամբ։ Նորմալ է, վստահված անձը տվել է իր գրառումը կատարել է եւ բնականաբար, քանի որ լայն տարածում է ստացել նաեւ հենց այդ տեղամասում ընտրության կարգի խախտումը, դրա համար հետագա ընթացկավորման շրջանակներում այստեղ ոչ թե խնդիրը դրվել է վերահաշվարկի հարց, այլ ընդհանրապես այդ ընտրական տեղամասում խախտումների մասշտաբայնությունը։ Եվ մենք էլ որպես երրորդ կողմ ներգրաված ենք եղել վարչական դատարանում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ներկայացված դիմումի քննության շրջանակներում։ Բարձր դատարան, պարոն Շատիրյան, ես ուզում եմ նաև այս հարցի շրջանակներում արձանագրել մեկ կարևոր հանգամանք։ Տվյալ դեպքում խոսքն առավելապես ոչ թե ընտրական տեղամասերում արձանագրված նման մասշտաբային խախտումներն են, բացառությամբ այն տեղամասերի, որ այլ մինչ տեղամաս հասնելը եւ տեղամասի մուտքի մոտ, դրա ընթացքում, հաշվարկի ժամանակ, այսինքն այս գործի առանձնահատկությունը մեր պնդմամբ, մեր դաշինքի պահանջով կենտրոնում նա է, որ մրցող իշխող քաղաքական ուժը ողջ պետական համակարգը ծառայեցրել է իր քաղաքական շահերին, դրանով իսկ դուրս տնելով իրեն մրցակցությունից, ուզում եմ հստակություն մտցնել, որ ինչու այդքան շատ բողոքներ, այդքան շատ վերահաշվարկի պահանջներ
տեղամասերի մասով չի ներկայացվել, որովհետև խախտման էությունը շատ ավելի գլոբալ է, մասշտաբային եւ համակարգված։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, այսինքն դուք ըստ էության որևէ առարկություն չունեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ փաստված այն հանգամանքի վերաբերյալ, որ որևէ 38 ընտրական տեղամասերից եւ ոչ մեկում կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն մուտքագրվել, չեն ներկայացվել։ Մենք առարկություն չունենք ընդհանրապես, որ հաշվարկների շրջանակներում այդքան շատ մեծ ծավալումներ չեն եղել։ Մեր առարկությունները վերաբերում են ոչ պատշաճ թվային մուտքագրումների, ոչ պատշաճ ընթացքավորման։ Դրանք անդրադառնանք, միայն այս մասով։ Բարձր դատարան հետո հարցին շարունակեմ։ Մենք եւ ընտրությունների ամփոփման շրջանակում եւ այնուհետեւ մինչեւ սահմանադրական դատարան դիմում հասցրելը առավելապես կենտրոնացած ենք եղել այնպիսի խախտումների արձանագրման վերհանման համար, որոնք բարձր դատարանի համար կարող են նշանակություն ունենալ, այլ ոչ թե առանձին տեղամասերում 1-2 ձայնի անճշտությունների, որովհետև ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, բարձր դատարանը տեխնիկական վերանայում գործի չի կատարելու, վերահաշվարկ չի կատարելու, հետևաբար մեր դիմումի բոլոր կետերը առավել կոմպլեքս են խախտումներն են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։